Թե օզոնը իմպուլսիվ գնումները խթանող հարթակ չի հանդիսանում, այսինքն ավելի գիտակից գնորդների հետ դուք գործ ունեք։ Մենք ճիշտ ասած էզև ոնց որ արգելված պրիոմներ չենք օգտագործում, օրինակ մեր կամարցակիցը Թեմոն, ես ասենք ունեմ գործընկերներ, որոնք գեմբլինգում են աշխատում, նրանք ուղիղ մատնանշում են, որ դա ձեր կատեգորիան չի, marketplace չի, դա ավելի շատ գեմբլինգի պրոդուկտ է, ու դրա համար է մեր համար շատ դժվար է նրանց հետ մրցել, բաժանմունք ունեինք Արալիկ քաղաքում, եկան ասեն պիտի փագես էլի ոնց որ ֆինանսիստները PL-ը չի բռնում, այսինքն ծախսերը ավելի շատ են քան եկամուտները, արդեն վերջ 2 տարի, նշում դե չենք ուզում ոնց որ գործ տանք, բայց խայտարակ վիճակ է ձեր մոտ, մարդկանց չորում են, անարգի են հետները խոսում, բա դուք դեբիլ եք գնացեք կարծացեք թուղթը եւ այլն պայմանագիրը, իսկ երբ որ գալիս է ստուգողին միանգամից իրանք բռնում էին, որովհետեւ դե տեղացիներին բոլորին գիտեն, ինչ որ անծանոթ մեկը գալիս է այդ միստերին, հեչ միստերել չի, արդեն շատ ծանր բան է դա, որովհետեւ դու ես մինչև այդ աշխատել եմ մեծ կորպորացիաներում։ Երբ որ մարդը սաղքյանք աշխատավարձով աշխատում, հետո ինքը իր վրա երբ որ աշխատում է, դա մի հատ ուրիշ բան է, իդեպ ես ավելի էֆեկտիվ էի, ու ես ձև եմ գնահատում պատասխանատվությունը գործատուի հանդեպ ու պատասխանատվությունը քո հանդեպ, որպես ոնց է դիտում։ Դա աշխատավարձի հետ է կապված, երբ որ ինչ որ բենեֆիտ է ստացել, քեզ ոնց որ բանը լամպոչկա զգարայացել, քեզ արդեն դրեսիրովկա են արել, որ ասենք անընդհատ ինչ որ աշխատավարձ փոքր գումար տալով, դու քո երազանքից հեռու մնաս։